2025 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն։ Դրանք կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների համար։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման եւ պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարդական հերթապահության ներգրավման նպատակով։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավում է ոչ ավելի քան 25 օրացուցային օր ժամկետով։ Իսրայել-Իրան պատերազմի ընթացքում Հայաստանի օդային տարածքով աննախադեպ մեծ թվով տարանցիկ չվերթներ են իրականացվել։ Լրատվամիջոցներից մեկին ասել են Խաղավեցիայի կոմիտեից։ Մասնավորապես նշել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի փակման հետևանքով հունիսի 12-ից մինչև հունիսի 20 ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքից օգտվել է շուրջ 134 ավիաընկերություն, որոնք իրականացրել են ընդհանուր առմամբ 2949 տարանցիկ չվերթ։ Կոմիտեից միաժամանակ տեղեկացրել են, որ Հայաստանի օդային տարածքով իրականացված տարանցիկ չվերթների շրջանակներում նոր ուղղություններ չեն արձանագրվել, կատարվել են միայն ուղղությունների փոփոխություններ։ Մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի համար սահմանվեց արտահանման 6-ամսյա ժամանակավոր արգելք։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում, այն ուղղված է պարենային անվտանգության եւ տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների ներքին արտադրությունը չի բավարարում Հայաստանի շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին, ասված է որոշման մեջ։ Ցեմենտի ներմուծումը երրորդ երկրներից Հայաստան եւս 6 ամսով արգելվեց։ Կառավարության որոշման ընդունման նպատակն է կանոնակարգել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը եւ հավասար պայմաններ ստեղծել տեղական ցեմենտի շուկայում արտադրվող եւ ներմուծվող ցեմենտի համար։ Կառավարությունը եւս 1 ամսյա արգելք սահմանել էր նախորդ տարվա նոյեմբերին։ Այնուամենայնիվ 2024 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7.3%։ Հայաստանում հունիսի 28-ից կգործարկվի առաջին զբոսաշրջային գնացքը, տեղեկությունը հայտնում է Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը։ 9-օրյա երկաթուղին կանցնի Հայաստանի եւ Վրաստանի քաղաքներով։ Նախատեսվում է, որ գնացքով կճանապարհորդեն շուրջ 300 զբոսաշրջիկներ, հիմնականում եվրոպացի, որոնք կայցելեն Սևան, Երևան, Գյումրի, ինչպես նաեւ Թբիլիսի, Քութայիսի եւ Բաթումի։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։